Տելեգրամում մեկնարկ բոտի օգնությամբ փորձում եմ պատասխանել տեսական քննության հարցաշարերին։ Ստուգում եմ գիտելիքս 30 տարի անց, նաև սովորում և վերհիշում ձեզ հետ միասին։ Թեստ համար 1։ Նշաններից որն է կոչվում արգելքի շրջանցումը ձախից։ Առաջին նշանը դա թելադրող նշան է, որը պահանջում է մեզանից երթևեկենք միայն ձախ։ Երկրորդ նշանը դա նախազգուշացնող նշան է, որը նախազգուշացնում է, որ առջևում վտանգավոր շրջադարձ կա դեպի ձախ։ Երրորդ նշանը դա նորից թելադրող նշան է և թելադրում է, որ արգելք է շրջանցել ձախ կողմից։ Այդ պատճառով ընտրում ենք երրորդ տարբերակը, այսինքն արգելքի շրջանցումը ձախից դա երրորդ նշանն է։ Չորրորդ և հինգերորդ նշանները ցույց են տալիս, որ մուտք ենք գործում միակողմանի երթևեկությամբ ճանապարհ։ Այսինքն, եթե սլաքը աջ է, նշանակում է, որ մենք մուտք ենք գործում ձախից դեպի աջ գնացող միակողմանի ճանապարհ, եթե սլաքը ձախ է, դա նույն ինքը ցույց է տալիս, որ մուտք ենք գործում այնպիսի միակողմանի ճանապարհ, որի ուղղությունը աջից դեպի ձախ է գնում։ Հաջորդ հարցը. թույլատրվում է արդյոք ավտոբուսի վարորդին մուտք գործել խաչմերուկ տվյալ իրադրությունում։ Այստեղ տեսնում ենք կարգավորվող խաչմերուկ, որտեղ լուսացույցը կանաչ է և երթևեկությունը միայն ուղիղ է պահանջվում, բայց քանի որ խաչմերուկի մեջ առաջացել է խցանում, արգելվում է մուտք գործել խաչմերուկ խցանված ժամանակ, անկախ լուսացույցի թույլատրող ազդանշանից։ Ուրեմն տարբերակներն են թույլատրվում է, որը սխալ է, արգելվում է, ճիշտը սա է, երրորդը թույլատրվում է, եթե ավտոբուսը երթևեկում է սահմանված երթուղով։ Կապ չունի ավտոբուսը ինչպես է երթևեկում, որովհետև խաչմերուկում արդեն իսկ խցանում է և արգելված է մուտք գործել խաչմերուկ։ Հաջորդ հարցը. ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին։ Այսուհետ պիտի ասենք ՀՀ օրենքի համաձայն ուղևոր է համարվում տրանսպորտային միջոցի սրահում, խցիկում կամ տրանսպորտային միջոցի վրա գտնվող անձը բացառությամբ վարորդի և վարել սովորեցնողի։ Երկրորդը տրանսպորտային միջոցի սրահում, խցիկում կամ տրանսպորտային միջոցի վրա գտնվող, ինչպես նաև տրանսպորտային միջոցը նստող, բարձրացող, դրանից դուրս եկող կամ իջնող անձը բացառությամբ վարորդի և վարել սովորեցնողի։ Օրենքի համաձայն ուղևոր է համարվում երկրորդ տարբերակում նշված կարգավիճակի մարդիկ։ Չորրորդ հարց. ՀՀ օրենքի համաձայն Ա կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական կարող է տրվել 16 տարին լրացած անձանց, 17 տարին, 18 տարին, ինչքանով որ հիշում եմ 17 տարին, եթե չեմ սխալվում։ Անցնենք 5-րդ հարցին. տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե թեթև մարդատար ավտոմոբիլների դողերի պահպանաշերտի մնացորդային բարձրությունը կազմում է 1,8 մմ, խախտված է հիդրավլիկ արգելակային հաղորդակի հերմետիկությունը։ Կարծում եմ երկու դեպքում է, մեկը արգելակի անսարքության հետ է կախված, կապ չունի ինչ է գրված, գրած է արգելակի, այսինքն տորմուզների մեջ ինչ-որ խնդիր կա, այդպես իրավունք չունես գնալու, իսկ մաշվածությունը անվադողի 1,8 ես չեմ հիշում, բայց ընտրում եմ երկու տարբերակն էլ, երկու դեպքում էլ արգելվում է շահագործել։ Անցնենք հաջորդը։ Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե բեռնատարի մեքենայի անվադողերի բարձրությունը կազմում է 1,6 մմ և չի գործում պնևմատիկ արգելակային հաղորդակի ճնշաչափը։ 1,6 մմ-ը չեմ հիշում, բայց նորից ընտրում եմ երկու տարբերակն էլ, այսինքն մաշված անվադողերով նորից արգելվում է շահագործել մեքենան։ Հաջորդը. թույլատրվում է արդյոք մուտք գործել այս նշանով նշված գոտի աջ շրջադարձ կատարելիս։ Այսինքն այս նշանը ցույց է տալիս, որ տվյալ գոտին, ոչ թե երթևեկելի մասը, այլ հենց մեկ գոտին նախատեսված է ընդհանուր տրանսպորտային միջոցների համար, այսինքն ավտոբուսների, որոնք գնում են իրենց երթուղով։ Հիմա հարցը այն է, որ մենք իրավունք ունենք աջ շրջադարձ կատարելու, ասենք խաչմերուկում կամ բակ մտնելու ժամանակ իրավունք ունենք մտնել այս գոտին, թե ոչ։ Ուրեմն պատասխաններն են թույլատրվում է, արգելվում է, թույլատրվում է, եթե այդ գոտին մնացած երթևեկելի մասից բաժանված չէ գծանշման հոծ գծով։ Եթե չլիներ այս երրորդ տարբերակը, մենք պետք է ընտրեինք թույլատրվում է, բայց քանի որ կա երրորդ տարբերակը, թույլատրվում է այդ դեպքում, երբ գոտին բաժանված չէ այս մասը, ենթադրենք դուք գտնվում եք այստեղ, ձախ կողմը, այս մասը հոծ գիծ չէ, կետագծեր է, այդ դեպքում թույլատրվում է անցնել ավտոբուսի համար պատկանող գոտի և կատարել աջ շրջադարձ։ Անցնենք առաջ։
Այս ճանապարհային նշանը ցույց է տալիս ճանապարհի հատված, որտեղ առկա է մայթ կամ հեծյոթներն արահետ։ Իհարկե ոչ։ Ճանապարհի հատված, որտեղ առկա է հեծյոթներն անցում։ Իհարկե այս տարբերակն է պատասխանը։ Ճանապարհի հատված, որտեղ բացակայում է մայթ կամ հեծյոթներն արահետ։ Այս նշանը նախազգուշացնում է մեզ, որ առջևում պետք է լինի հեծյոթներն անցում, որ թե անցում է հենց այս պահին է, ոչ։ Սրանից հետո լինում է կապույտ գույնի եռանկյունի նշան, որը արդեն ցույց է տալի հենց անցման տեղը, իսկ կարմիրով նախազգուշացնողները ցույց են տալի, որ հետո պետք է լինի հեծյոթներն անցում։ Բնակավայրից դուրս, եթե չեմ սխալվում, 150 մետր հեռու է դրվում, բնակավայրերում 50-ից 100 մետր հեռավորության վրա է դրվում։ Անցնենք առաջ։ Տրանսպորտային միջոցները խաչմերուկը կանցնեն հետևյալ հերթականությամբ։ Մենք տեսնում ենք, որ աջ կողմում գտնվում է դեղին մեքենան, մյուս կողմում գտնվում է տրոլեյբուս, այսինքն դեղին մարդատարը աջ կողմից ունի հարված։ Երկուսն էլ գտնվում են գլխավոր ճանապարհի վրա։ Եվ ձախ կողմում տեսնում ենք կանաչ ավտոբուս։ Ուրեմն առաջինը խաչմերուկը պետք է անցնեն այն մեքենաները, որոնք գտնվում են գլխավոր ճանապարհի վրա։ Ուղղությունը փոխում է գլխավոր ճանապարհը դեպի աջ։ Քանի որ տրոլեյբուսը գտնվում է մարդատար մեքենայի աջ կողմում, ունի, այսինքն մարդատար դեղին մեքենան ունի աջ հարված, առաջնայինը խաչմերուկը կմտնի եւ կանցնի տրոլեյբուսը, որից հետո կանցնի դեղին մեքենան, ամենավերջում ավտոբուսը։ Հիմա գտնենք պատասխանը։ Ուրեմն թեթև մարդատարը սխալ է, որովհետև սկզբից պետք է տրոլեյբուս լինի, տրոլեյբուսը, ավտոբուսը թեթև մարդատարը նույնպես սխալ է, որովհետև երկրորդը պիտի գնա մարդատարը, նոր տրոլեյբուսը եւ թեթև մարդատար ավտոմոբիլը եւ ավտոբուսը։ Ճիշտ պատասխանը գտանք, սա երրորդն է։ Անցնենք առաջ։ Խաչմերուկն առաջինը կանցնի։ Ուրեմն մենք տեսնում ենք հավասարազոր խաչմերուկ, չի կարգավորվում այն եւ սկզբից նայում ենք, թե որ մեքենան չունի աջ կողմից հարված։ Դեղինի աջ կողմը կանգնած են կարմիրն ու կապույտը, կարմիր կապույտի աջ կողմը կանգնած է կանաչը, կանաչի աջ կողմը ոչ մի մեքենա չկա։ Այդ պատճառով առաջինը կանցնի կանաչը։ Խաչմերուկն առաջինը կանցնի, գտնում ենք կանաչ տարբերակը՝ կարմիր, կապույտ, դեղին, կանաչ։ Վերջի տարբերակը ընտրեցինք եւ անցանք առաջ։ Երթևեկությունն արգելվում է, նորից տեսնում ենք հավասարազոր խաչմերուկ, մեջտեղում կարգավորող, որը երկու ձեռքերը պարզել են աջ եւ ձախ։ Նշանակում է, որ դիմացի եւ թիկունքից եկող տրանսպորտային միջոցներին արգելվում է բացարձակ երթևեկությունը։ Ձախ եւ աջ կողքերից երթևեկություն թույլատրվում է ուղիղ եւ աջ, ուղիղ եւ աջ։ Այսպիսով։ Կապույտ մեքենան ուզում է թեքվել դեպի ձախ։ Իրեն էլ է արգելվում, կարմիրը աջ թույլատրվում է, դեղինը ուղիղ թույլատրվում է, այսինքն երթևեկությունը արգելվում է սպիտակ, կանաչ եւ կապույտին։ Գտնենք տարբերակը։ Կարմիր, սպիտակ ավտոմոբիլներ, կապույտ, կանաչ, սպիտակ ավտոմոբիլներ։ Երկրորդ տարբերակը։ Երրորդը սպիտակ, կապույտ, դեղին, չէ։ Դեղինը ուղիղ իրավունք ունի գնալու, այդ պատճառով ընտրում ենք երկրորդ տարբերակը՝ կապույտ, կանաչ եւ սպիտակ ավտոմոբիլներ։ Կարծում եմ ճիշտ է։ Անցնենք առաջ։ Վարորդներից ով իրավունք ունի երթևեկել ուղիղ։ Մենք նորից տեսնում ենք հավասարազոր խաչմերուկ եւ տեսնում ենք կարգավորող, որը աջ ձեռքը բարձրացրել է դեպի առաջ։ Այս պարագայում կարգավորողի աջ կողմից այստեղից երթևեկությունն արգելված է, մեջքի կողմից երթևեկությունն արգելված է։ Ձախ կողմից թույլատրվում է բոլոր ուղղություններով, դիմացի կողմից միայն աջ։ Այստեղ տեսնում ենք, որ բոլոր մեքենաները գնում են ուղիղ եւ միայն իրավունք ունի երթևեկել ուղիղ կարմիր ավտոմոբիլը։ Հիմա տեսնենք պատասխան կա ավտոբուսի եւ մոտոցիկլի վարորդները, թեթև մարդատար բեռնատար, թեթև մարդատար ավտոմոբիլի վարորդը։ Ուրեմն ընտրում ենք երրորդ տարբերակը, թեթև մարդատար ավտոմոբիլի վարորդը, այսինքն կարմիր ավտոմոբիլի վարորդը միայն ուղիղ անցնելու իրավունք ունի, մնացածը ոչ։ Որ տրանսպորտային միջոցներին է թույլատրվում կայանումը։ Այստեղ տեսնում ենք, որ կայանումը արգելված է նշան կա եւ տակը բեռնատար, լրացուցիչ նշան, արգելվում է միայն բեռնատարներին։ Ուրեմն հարցը որ տրանսպորտային միջոցներին է թույլատրվում կայանումը, միայն մոտոցիկլ, միայն բեռնատար ավտոմոբիլ, միայն թեթև մարդատար ավտոմոբիլին եւ մոտոցիկլին։ Բերեք ընտրենք միայն բեռնատար ավտոմոբիլը։ Հետո կտեսնենք, ճիշտ է, թե ոչ։ Անցնենք առաջ։ Կայանումն արգելվում է կամուրջների, էստակադանների եւ ուղեկամուրջների վրա, կամուրջների, էստակադանների եւ ուղեկամուրջների տակ,
Ուրեմն կայանն արգելվում է կամուրջների էստակատարների վրա, թե իրենց տակ։ Այդ պատճառով ընտրում ենք թվարկված բոլոր դեպքերում։ Անցնենք առաջ։ Թույլատրվում է արդյոք ուղևոր իջեցնել ճանապարհի այն տեղում, որտեղ եզրաքարերի վերին մակերեսին գծված է դեղին հոցգիծ եւ տեղադրված է կանգառն արգելվում է նշանը։ Թույլատրվում է արգելվում է, թույլատրվում է ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների բացակայության դեպքում, չորրորդը թույլատրվում է միայն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներին։ Ոչ։ Երբ որ դեղին գիծ կա հոց, սա նշանակում է, որ այդտեղ կանգառն արգելվում է։ Անցնենք առաջ։ Ինչ առավելագույն արագությամբ է թույլատրվում թեթև մարդատար ավտոմոբիլի երթևեկությունը ճանապարհներին բնակավայրերից դուրս։ Դե բնակավայրերից դուրս երթևեկությունը թույլատրվում է 90 կմ/ժ արագությամբ, ոչ ավել։ Անցնենք առաջ։ Կահավորված թափքում մարդ փոխադրող բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունը թույլատրվում է ոչ ավելի քան կահավորված թափքում մարդ փոխադրող բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունը։ Սա ես չեմ հիշում, բայց ընտրենք ամենացածրը 60 կմ/ժ արագություն։ Գուցե սխալ է, բայց ավելի լավ է ցածր արագությամբ երթևեկել, քան բարձր։ Անցնենք առաջ։ Կարմիր գույնի առկայծող փարոսիկ միացրած կանգնած վիճակում գտնվող տրանսպորտային միջոցին մոտենալիս տվյալ ուղղությամբ երթևեկող ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդները պետք է, այսինքն ոստիկանական մեքենա կամ մեքենա կա կանգնած, որը ունի միայն կարմիր գույնի փարոսիկ, ուղղակի նա կանգնած է եւ ձայնային ազդանշան բացարձակ չունի, ինչ ենք մենք անելու, կանգ առնեն եւ շարունակեն երթևեկությունը միայն թույլտվություն ստանալուց հետո։ Իջեցնեն արագությունը, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավորություն ունենան անմիջապես կանգ առնել, շարունակեն երթևեկությունը, քանի որ երթևեկում են սահմանված երթուղով։ Մենք գիտենք, որ կարմիր գույնը ընդհանրապես արգելող գույն է։ Այդ պատճառով, եթե մեքենան կանգնած է կարմիր գույնի փարոսիկով, նշանակում է անպայման պետք է կանգ առնենք եւ շարունակենք երթևեկությունը միայն թույլտվություն ստանալուց հետո։ Անցնենք առաջ։ Կապույտ գույնի արկածող փարոսիկ եւ հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոց մոտենալու դեպքում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդները պետք է, բայց չեմ կարծում, որ հատուկ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի մասին կա օրենքը, սա կարծում եմ ուզում են շփոթեցնել մեզ, բայց ամեն դեպքում կապույտ գույնի արկայծող փարոսիկ, սա նշանակում է օրինակ հրշեջ մեքենա, որը միայն ունի կապույտ գույնի փարոսիկ։ Օրինակ պարեկային կամ ոստիկանության մեքենաներն ունեն կապույտ եւ կարմիր, կամ շտապ օգնության մեքենա, որը ունի միայն կապույտ։ Քանի որ կարմիրը հետը չի, այս դեպքում շարունակել երթևեկությունը, քանի որ երթևեկում են սահմանված երթուղով, զիջեն ճանապարհը նշված տրանսպորտային միջոցի անխոչնդոտ անցումն ապահովելու համար, իջեցնեն արագությունը եւ զիջեն ճանապարհը նշված տրանսպորտային միջոցի անխոչնդոտ անցումն ապահովելու համար։ Ուրեմն ընտրում ենք միայն զիջել ճանապարհը նշված տրանսպորտային միջոցի անխոչնդոտ անցումն ապահովելու համար, չենք իջեցնում արագությունը, այսինքն պարտավոր չենք իջեցնել արագությունը, բայց հարկ լինելու դեպքում նույնիսկ կարող ենք իջեցնել արագությունը եւ զիջել։ Ինչու միայն զիջել ճանապարհը, ոչ թե արագություն իջեցնել, որովհետեւ կապույտ գույնի արկայծող փարոսիկ է միայն եւ ձայնային ազդանշան։ Եթե լիներ կարմիր եւ կապույտ, այդ դեպքում պետք է ընտրեինք երրորդ տարբերակը։ Հիմա ընտրում ենք երկրորդ տարբերակը եւ վերջում կերևա ճիշտ է թե սխալ։ Մնաց մեկ հարց։ Հարց 20. Գլխի վնասվածքի դեպքում տուժածին օգնություն ցուցաբերելիս պետք է, այսինքն մարդ, ով գլխից վնասվածք է ստացել եւ պետք է օգնություն ցուցաբերենք, դրանք որ տարբերակներն է ճիշտ։ Պարկեսնել նրան ոտքերը բարձրացնելով, պարկեսնել նրան գլուխն ու իրանը բարձրացնելով ապահով կիսապարկած դիրք, պարկեսնել նրան հորիզոնական դիրքով։ Դե գլխի վնասվածք, այսինքն ունի գլխի շրջանում առնահոսություն։ Եթե պարկեսնենք, այսինքն սրտի մակարդակին կամ ցածր, առնահոսությունը կուժեղանա։ Այս դեպքում գլխի վնասվածքի դեպքում պետք է պարկեսնել նրան գլուխն ու իրանը բարձրացնելով ապահով կիսապարկած դիրք ընտրել, ոչ թե պարկեսնել կամ հորիզոնական դիրքով, այլ կիսանստած դիրք, որպեսզի գլուխը սրտի մակարդակից բարձր լինի։ Մենք կարծեմ վերջացրեցինք, ավարտում ենք թեստը եւ տեսնում, թե ինչ արդյունք ունեցանք։ Ցավոք, արդյունքը բավարար չէ։ Ես 20 հարցից պատասխանեցի 16-ը ճիշտ։ Հիմա տեսնել արդյունքները։
Ուրեմն առաջի հարցը ճիշտ ենք պատասխանել, այսինքն ճիշտ պատասխանը երրորդն էր, արգելքի շրջանցում ձախից, հաջորդը։ Ուրեմն թույլատրվում է մուտք գործել խաշմերուկ, ոչ, արգելվում է եւ ընտրել ենք ճիշտ տարբերակ։ Օրենքի համաձայն ուղևոր է համարվում, ընտրել ենք ճիշտ տարբերակ։ Այ, այստեղ սխալվել եմ։ A կարգի տրանսպորտային միջոցները վարելու իրավունք տրվում է 18 տարեկան անձանց։ Ուրեմն տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե արգելակման հետ խնդիր կա, այսինքն մեքենայի անվադողի բարձրությունը 1.8 մմ թույլատրելի է, ես սա մոռացել եմ, չգիտեմ, ուրեմն նորից սխալ եմ պատասխանել, տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե նորից միլիմետրը ես սխալ եմ պատասխանել, երկու դեպքում եմ ընտրել, ավաղ, անցանք առաջ, ուրեմն թույլատրվում է արդյոք մուտք գործել այս նշանով նշված գոտի, աջ շրջադարձ կատարելիս թույլատրվում է, եթե հոսքից չկա տվյալ գոտու արանքում։ Այս նշանը նորից ճիշտ եմ պատասխանել, ճանապարհի հատված ցույց է տալիս ճանապարհի հատված, որտեղ առկա հեծյոթներ են անցում։ Տրանսպորտային միջոցների խաչմերուկ անցնելու հերթականությունը նորից ճիշտ եմ պատասխանել, այստեղ տրոլեյբուս, թեթև մարդատար ավտոմոբիլ, ավտոբուս։ Հաջորդը նորից խաչմերուկների անցումը ճիշտ եմ պատասխանել, այստեղ նորից ճիշտ եմ պատասխանել։ Վարորդներից ով իրավունք ունի երթևեկել, միայն կարմիր ավտոմոբիլը, թեթև մարդատար ավտոմոբիլը։ Հաջորդ հարցը։ Ուպս, այստեղ սխալվել եմ։ Որն է իմ սխալը, որ տրանսպորտային միջոցների թույլատրվում կայանումը։ Որ տրանսպորտային միջոցների թույլատրվում կայանումը, այսինքն կայանումը արգելված է միայն բեռնատարներին։ Իսկ ես ընտրել եմ հակառակը։ Լավ, սովորեցինք, հիշեցինք, անցանք առաջ։ Կայանումն արգելվում է, ընտրել եմ թե կամուրջների տակ, թե կամուրջների վրա։ Թույլատրվում է արդյոք ուղևորի չեսնել, այստեղ իհարկե արգելվում է։ Այստեղ ճիշտ է, այսինքն եթե հոսք կա դեղին գույնի, կանգնել արգելվում է կամ ուղևոր իջեցնել։ Առավելագույն արագությունը բնակավայրից դուրս ընտրել եմ ճիշտ 90 կմ/ժ։ Կահավորված թափքում, ինչ լավ է, ընտրել եմ 60 կմ/ժ։ Կարմիր գույնի արկածող փարոսիկը միացրած կանգնած ավտոմոբիլն ընտրել եմ ճիշտ, պետք է կանգ առնել եւ հետո շարունակել, եթե թույլ են տալի կապույտ գույնի արկածող փարոսիկն ու ձայնային ազդանշանով միացրած մեքենային զիջել եմ առանց արագությունս իջեցնելու։ Գլխի վնասվածքի դեպքում լավ օգնություն եմ ցույց տվել այս մարդուն։ Վերջ, այսքանը։ Վերադառնալ։ Ցավոք, առաջի թեստը ես չանցա, բայց պատասխանեցի 20-ից 16 հարցի։ Եկ վերհիշենք եւ սովորենք միասին։